Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Հարգելիներս, դե արդեն գուշակեցիք, որ այսօր ուզում եմ պատրաստեմ կամպոտներ։ Ծիրանի, խնձորի, բալի, խառը կամպոտներ, հարգելիներս։ Դե բանկաները արդեն լվացել եմ, հիմա մնում է մրգերը լվանամ։ Առաջինը սկսենք բալից, հարգելիներս, հիմա լցնեմ քամիչի մեջ, լավ լվանամ, սա տնենք մի կողմ, տեսեք ինչ լավ քամիչ է, հարգելիներս, երկու կողմից բացվում է, թափվում է, կոճիկները հեռացնենք, կամպոտները վերջացնեմ ու անցնեմ արդեն բալի մուրաբա պատրաստեմ։ Հարգելի հետևորդներ, շատ եմ օգտագործում բալի մուրաբա։ Դե ջուրը արդեն հարգելիներս դրել եմ գազօջախին, թեյնիկով եմ դրել, թեյնիկով եռացնում եմ և լցնում եմ բանկաների մեջ։ Ժողովուրդ ջան, դեղին գիլասել ունեմ սառնարանում, անկեղծ ասած պետք է մուրաբա պատրաստեի, բայց ժամանակս շատ քիչ էր, չհասցրեցի, որ մուրաբա պատրաստեմ, հիմա ուզում եմ կամպոտ անեմ։ Իմ լավ հետևորդներ ջան, շատ շնորհակալ եմ ջերմ բարեմաղթանքների համար, որ շնորհավորել եք իմ մայրիկի ծննդյան առիթով։ Իսկապես շատ շնորհակալ եմ բոլորիցս, բոլորդ էլ գրել եք հաճելի, գեղեցիկ մեկնաբանություններ և մաղթանքներ։ Ես պատասխանել եմ բոլորիդ, հարգելիներս,
բայց նորից ասում եմ շնորհակալություն։ Բալը լցրել եմ արդեն, հիմա էլ շաքարավազն եմ լցնում։ Հարգելի հետևորդներ, 2 լիտրանոց բանկային լցնում եմ 200 գրամանոց բաժակով շաքարավազ։ Ջուրս եղում է, ապերել ու լցնել ժողովուրդ ջան։ Ես ինձ ասեմ, հարգելիներս, ուրախությունով փակես Գալինա ջան, ուրախ ձմեռ կա եւ ուրախությունով խմենք այս համով կոմպոտները։ Թեյնիկի ջուրը պրծավ, հիմա նորից ջուր լցնեմ ու դնեմ, սա էլ սկսեմ արդեն հարգելիներս, զակատեմ։ Ժողովուրդ ջան, դա արդեն պահածոյացրեցի կադրից դուրս։ Սենց շուռ կտանք, որպեսզի շաքարավազը էլ ավելի լավ խառնվի ջրին։ Հիմա էլ այս մեկը։ Դե սա էլ արդեն կիսատ մնաց, թեյնիկը հենա դրել եմ նորից գազօջախին։ Սա դնեմ կոմ։ Հիմա այլ նորից հարգելի հետևորդներ ջան, պատրաստում եմ սովորական մեզ համար կոմպոտ խմելու, իհարկե ոչ պահածոյացումը անեմ 2 հատ 3 լիտրանոց տնեմ սառնարանում, մինչև ջուրը եռա գազօջախի, ես կպատրաստեմ սա։ Քանդի խառը մրգեր եմ լցնում, հարգելի հետևորդներ, համ համը լավ կլինի, համ էլ տեսքը գեղեցիկ կլինի։
դեղին գիլաս, կարմիր բալ, ծիրան, խնձոր, մի քիչ էլ հիմա ծիրան կլցնեմ, ծիրանն էլ պատրաստ, ունենք այս կողմի վրա, ծիրանի կուտը հեռացնեմ, հիմա էլ խնձոր լվանամ ու կտրեմ, վերջ, նայք տեսեք խառը լցրել եմ, շաքարավազն էլ կլցնեմ, այս անգամ շաքարավազը մի քիչ ավել եմ լցնում, որովհետև բանկան 3 լիտրանոց է, մնում է ջուրը լցնեմ, բալի կամպոտը վերջացրեցի, հիմա էլ խմելու համար սոկ եմ պատրաստում, ծիրանը լվացի, հիմա խնձոր կկտրատեմ և նորից գիլաս ու բալ կլցնենք բանկայի մեջ, խառը մրգային սոկ, ժողովուրդ ջան, կորիզները հեռացնում եմ ծիրանի, խնձոր կկտրեմ,
Հիմա այս շաքարավազ կլցնեմ ու ջուրն էլ գազօջախի վրա եմ հատկանում։ Մի փոքր էլ ավել եմ լցնում։ Սա տնենք մի կողմ, երկու բան կա էլ, ժողովուրդ ջան, հենց մրգերով, այսպես համով, քաղցր կամպոտ պատրաստեցի, թողնեմ կսառի, հետո նոր կդնեմ սառնարանին, պետք է լավ սառի։ Ջուրը նորից պակասեց, նորից հեսա կդնեմ թեյնիկով։ Հիմա սա էլ ավելացնեմ, ժողովուրդ ջան, այս երկու բանգան էլ վերջացրեցի։ Խառը մրգային կոմպոտ, հարգելիներս, նայեք, ծիրան, բալ, կարմիր գիլաս, խնձոր, մի հատ խառնենք, որ նորից շաքարավազը խառնվի։ Հիմա էլ անցնեմ հաջորդ կոմպոտի։ Ժողովուրդ ջան, ծիրանա, նայեք, կտրտել եմ, փոքրիկ։ Հիմա ուզում եմ պատրաստեմ ծիրանով ու նորից խառը, բալով, գիլասով, բայց այս անգամ խնձոր չեմ լցնելու։
Տեսնենք գիլասը Տեսա արդեն ձմեռվա կոմպոտա ժողովուրդ ջան մի քանի հատ էլ նորից բալ ավելացնեմ բանկայի մեջ բալը լցնում եմ հարգելիներս նայեք պոչերով չզարմանաք իմ հարևանուհին տերև է լցնում անգամ բալի տերևն է օգտագործում կոմպոտների մեջ անկեղծ ես առաջին անգամ եմ պոչերով օգտագործում բայց ուզում եմ փորձեմ այս տարբերակով այդ ձեռքիցս ընկնում է հիմա շաքարավազ կլցնեմ Ժողովուրդ ջան, ամուսինս գնումներ արել, հենց նոր ա եկել Արարատից, Էլենիս էր տարել նորից փորձերի, որովհետև Էլենս վաղը նորից պետք է մասնակցի փառատոնի, թառով, հարգելիներս։ Ինչա գնե, բանջարեղեն, պամիդոր, վարունգ, ծիծակ, կաղամբեյուզե, որ տոլմա փաթաթ է հարգելիներս, մեկը տոլմա կանեմ, այս մույսը պետք է թթու դնեմ, կարտոֆիլ է ուզե, սա տապակայի համար է, դե այս խոշորն էլ ճաշի սոուսների, նորից պանիր է գնե ամուսինս, հալած պանիր է վերցրել, ամենակարևոր բանը, որ բերել է, հարգելիներս, սա է, որ ուզել էի պահածոյացնելու համար, վերջացել էր, չունեի, շաքարավազ է բերել, այսպես խառը հարգելիներս, հիմա էլ անցնեմ այս կողմ, այստեղ էլ կոմպոտներն է, ժողովուրդ ջան, վերջացրեցի այսօրվա կոմպոտները, դե սա բալի և գիլասի, դեղին գիլասի կոմպոտնա, դե հիմա չի երևում գիլասը, դեղին գիլասը չի երևում, սա էլ արդեն գույնա տվե, սա էլ խառը ծիրան, գիլաս, բալ, ու այդպես ժողովուրդ ջան, այս սևն էլ հարգելիներս, գիլասի կողքից հա, մնաց է,
Դե ոչինչ չի խանգարում դա, սա էլ խառը, նորից խառը կոմպոտ, բայց դեռ ունեմ կամպոտներ պատրաստելու, ժողովուրդ ջան, դեռ խնձոր ունեմ, ծիրան ունեմ, եւ այսքանով ավարտեմ այսօրվա տեսահոլովակը եւ իմ լավ հետևորդներին, հին ու նոր հետևորդներին նախապես ասեմ շնորհակալություն, որ մինչև վերջ դիտում եք իմ տեսահոլովակը, շատ շնորհակալ եմ բոլորիցդ, հարգելիներս, դե այսքանով ձեզ ասեմ բարի եւ խաղաղ երեկո, հարգելիներս։